Գիտեք, մենք ծնվել մեծացել ենք գյուղում եւ ինչ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում։ Պետական մասնակցության համարյա 0%։ Պետությունը գյուղի հետ վարվելակերպ անկախությունից հետո շատ դժվար է ունեցել։ Մենք գիտեմ այսօր կխոսենք այդ մասին, ինձ հետ նաև կարող է հակաճառել, բայց ես վստահ եմ, որ մեր գյուղի հետ պետական քաղաքականության փոփոխություն է պետք։ Մեր գյուղը պետությանը չի զգում։ Պետությունը գյուղում ներկա չէ։ Որպես գյուղացի, ինչ անում գյուղացի։ Տարվա սկզբին նայում է թե անցած տարի ինչքան էր բերքի գինը։ Ու հաշվում է, գնում է վարկ է վերցնում գյուղատնտեսական ու գնում է վճարում է դիզելի համար, պարտամետի համար, սերմի համար, ամբողջ տարի աշխատում է, տանջվում է, գալիս է վաճառքի ժամանակը, սկսում է մանգալ թեու վաճառել։ Ես շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր բերք ունենալով չունեն գնորդ, ովքեր ամբողջ պրոցեսը անցել են և չունեն նորմալ գնորդ։ Անցած տարվա գնենի համեմատ շատ եմ տեսել դեպքեր, և գինը 2 անգամ կամ 50 դրամով, 60 դրամով ընկել է, և մարդը անգամ իր ներդրածը չի կարողացել հետ ստանալ։ Ինչն է պատճառը այս ամբողջ պրոցեսի։ Ինչու է մեր գյուղերում ապրելը անշահավետ, որովհետև մեր գյուղերի վրա մենք ծախսում ենք հարյուրավոր միլիոն դոլարներ, տարբեր խելացի անասնագոմեր, այլ ծրագրերի վրա։ Մենք խելացի անասնագոմ ենք կառուցում, խելացի անասնագոմ, բայց ունենք 200,000 գյուղացի, որ կաթ է արտադրում։ Ֆերմերը իրենց կաթը 110 դրամով են կառնում։ Ինչու ենք ավելացնում արտադրությունը, եթե եղածին ենք 110 դրամով անում։ Կարևոր բան, որ պետք է արվի, դա մթերման կայաններն են գյուղերում։ Ինչ է մթերման կայանը։ Մթերման կայանը միջնորդ է գյուղացու և ընկերության միջև, որը գնելու է։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններից գալիս են Հայաստան, գնալու են օրինակ Արմավիրի մարզ Այգեշատ գյուղասեն իշխանով խաղ կառնենք, թե կգնան մթերման կայան, քանի որ մթերման կայանը ամբողջ շրջանով հավաքում է բերքը և մթերման կայանների հետ կպայմանավորվեն։ Իսկ ինչ է տալիս մթերման կայանը գյուղացուն։ Մթերման կայանը գյուղացուն տալիս է կանխատեսելիություն։ Տարվա սկզբում մթերման կայանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը։ Եվ կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Եվ գյուղացին ունենալու է գնի վերջնականապես կանխատեսելիություն։ Չենք տեսնի են հուսահատ դեմքերը գյուղացիների, որ բերքը տանը չգիտի ինչ անի։ Բացի դրանից, երկրորդ բանը, մթերման կայանը մեծածախ գներով այսօր պարարտանյութը գյուղերում գնում են այսպես։ Վրաստանից մեկը ներմուծում է մեծածախ։ Տալիս է այդ շրջանի ներկայացուցիչին։ Շրջանի ներկայացուցիչը տալիս է շրջանի խանութին պարարտանյութը։ Շրջանի խանութը պարտքով, գյուղական լեզվով ասած նիսյա, տալիս է գյուղացուն, թանկ գնով։ Գյուղացին մի քանի տասնյակ տոկոս ավելի թանկ է վճարում պարարտանյութի համար, քան օրինակ հարևան երկրներում, քան մեծածախ գինը։ Դա ազդելու է վերջնական գնի վրա, հայկական ապրանքի վերջնական գնի վրա։ Մթերման կայանները ինչ են անելու, գնելու են գյուղացուց բերքը, բայց սեզոնի սկզբում է տալու են պարարտանյութ, որպեսզի մարդը ստիպված չլինի վարկ վերցնի։ Վարկը քիչ է վերցնում, պարարտանյութը էժան է վերցնում, դա փակում է բերքով։ Հայաստանի գյուղերի մեծ փոփոխությունը այս ճանապարհն է։ Մենք կարող ենք հարյուրավոր միլիոններ ծախսել, ոնց որ հիմա ծախսում ենք, և որևէ հաջողության մեր գյուղերում չհասնել։ Սիրուն ֆերմաներ կլինեն, բայց գյուղացին չի ապրի լավ։ Գյուղացին լավ ապրելու համար ինքը պետք է կարողանա պլանավոր իր կյանքը գոնե մի տարի առաջ